Բարև բոլորին, այսօր մենք խոսելու ենք MOM estimator-ների մասին և հասկանալու ենք ինչի է MOM-ը կամ նույնը որ Method of Moments estimator-ները շատ լավն են, ինչի է MOM-ը շատ սիստեմատիկ estimator-ը գտնելու համար և ինչի է ընդհանրապես նշանակում, որոնք են step-երը, ինչպես գտնել, մի խոսքով ամեն ինչ քննարկելու ենք այսօր հնարավորինս։ Դե մինչ սկսելը, եկեք հասկանանք ինչումն է MOM-ի նպատակը։ MOM-ի նպատակն է գտնել estimator-ներ օգտագործելով մեր sample-ը population-ից եկող unknown պարամետրերի համար, ինչպիսիք են μ-ն, լամդան, sigma-ն կամ թետան եւ այլ մեր unknown պարամետրերը, որոնք որ population-ի մեջ են եւ մենք ունենք ինչ-որ կատարած sample, ուզում ենք հասկանանք population-ը ինչ unknown պարամետրեր ունի օգտագործելով մեր sample-ը։ MOM-ը բացվում է ինչպես method of moments, method պարզա, moment, ինչա, moment, մի moment չես պատկերացնում, ոնց որ moment ես օգտագործում այդ մեթոդի մեջ, բայց moment-ը որն է։ Իրականում ոչ մի բարդ բան չկա։ Եկեք տարբերակենք, որ կան moment-ների երկու տեսակ կա ու moment-ները լինում են k-րդ կարգի։ Առաջին moment-ը դա մեր population-ի moment-ն է։ Population moment եւ ունենք sample moment k-րդ կարգի դե մենք ասում ենք որ ըստ definition-ի moment կոչվող այդ տերմինը ունի k-րդ կարգի degree ու կան երկու տեսակի մոմենտներ, առաջինը population moment-ն է եւ sample moment մենք նույնպես ունենք։ Գրենք ոնց է նշանակվում population moment-ը։ Երբ որ մենք ունենք ինչ որ տենց population population-ի համար ինչ որ մի հատ μ պարամետր ունենք, որը որ k-րդ կարգի ուզում ենք մենք estimator գտնենք, իր expectation of xk իր k-րդ moment-ն է։ Սա theoretic moment-ն է, սա այն moment-ն է, որը մեզ տրամադրում է մեր մոդելը, ասում է մեր մոդելը, որ on average պետք է sense լինի, theoretically, բայց մենք ունենք sample կատարած, որը որ մեզ ասում է mk շտրիխը, որը ասում է 1 over n sum of xk։ Սա էլ մեր sample-ի moment-ն է, ինչը որ մեր real observed եղած դիտարկված իրական դատան է, որը մենք sample-ի տարել ենք ու ստացել ենք սա։ Եվ մեր population moment-ը, որը ասում է քո մոդելը ասում է, որ theoretically on average, ինչ որ expectation-ի գաղափարն է, պետքա լինի y-ի xk աստիճան։ Քո պարամետրը դիտարկվող։ Ու հիմա արդեն եկեք հասկանանք ինչպես լուծել, որոնք են step-երը, ինչի է ինքը շատ սիստեմատիկ ու նաև կփորձենք լուծել բոլոր հայտնի եւ continuous եւ discrete distribution-ների համար, այսինքն կփորձենք գտնել նրանց պարամետրերի MOM estimator-ները, բայց մինչ այդ եկեք փորձենք հասկանալ ինչ որ այսպես մի հատ hash օրինակի վրա, hash distribution-ի վրա, որը մեր մոտ Poisson distribution-ն է։ Ուրեմն ունենք random variable-ներ x1, x2, x3, xn հատ random variable-ներ, որոնք գալիս են մի հատ x Poisson distribution-ից, եկեք գրենք սենց, որի պարամետրն է լամդան։ Մենք ուզում ենք գտնենք MOM estimator-ը։ Գրենք լավ, եկեք, քանի որ մենք estimator-ը գրում ենք թետայի տեսքով, եկեք consistent լինելու համար գրենք այս estimator-ը, որը որ մեր MOM estimator-ն է, մենք ուզում ենք գտնել։ Ինչը որ նույն, ասենք, լամդայի, հա, estimator-ն է։ Այսինքն զուտ նույն բաներն են։ Առաջին հերթին, առաջին step-ը, որը մենք պետք է անենք, դա գտնելն է population-ի moment-ը։ Առաջին կետով գտնում ենք population-ի theoretic moment-ը, theoretic mean-ը, theoretic average-ը։
Ինչը որ մենք ինչպես քննարկեցինք mu k-ը, որտեղ մեր մոտ k-ը 1 է, y-ի xk աստիճանն է։ Դե գրենք, որ մենք փնտրում ենք ինչ-որ մի հատ mu, որը մեր դեպքում լյամդան է, բայց ես consistent լինելու համար գրեմ միշտ mu։ Գրում ենք mu 1-ը, որտեղ մեր մոտ k-ը առաջին կարգի է, որտեղ մենք դիտարկում ենք լյամդայի estimator-ը, ոչ թե լյամդա քառակուսու estimator, մենք ուզում ենք գտնենք լյամդայի estimator-ը, մենք գրում ենք mu 1-ը, որը հավասար է ըստ մեր population moment-ի բանաձևի expectation of x, որտեղ ստեղ 1 է, նու k-ը, բայց քան որ 1 ենք անում ստեղ 1 է, ու ինչը որ մեր ֆունդամենտալ step-ն է, ցանկացած population moment, երբ որ մենք k-ը հավասարացնում ենք 1-ի, մենք ստանում ենք մեր Meyer distribution x-ից եկող expectation-ին, average-ին, այսինքն երբ որ k-ը հավասար է 1, մենք ստանում ենք նույնն է, որ այս Poisson-ի expectation-ը, ու Poisson-ի expectation-ը մենք գիտենք distribution-ից, որ հենց լյամդան է։ Հետո, երբ որ մենք ունենք արդեն population moment-ը, երբ որ մենք ունենք, թե ինչա մեզ ասում մեր մոդելը, որ on average պետք է լինի, մենք գտնում ենք sample moment-ը, sample moment. Sample moment-ը ըստ մեր բանաձևի, տեսնում ենք k-րդ moment-ը, քան որ մեր մոտ մենք դիտարկում ենք լյամդայի 1 աստիճանը, որպես unknown պարամետր, մենք գրում ենք m փոքրատառ 1 հավասար է, ըստ մեր բանաձևի, տեսեք, որ մենք պետք է գրենք average-ի sum of x I ու ստեղ 1 է, դե 1-ը չգրեմ, ստեղ էլ է 1, բայց 1-երը չգրեմ։ Ինչը որ մեր մոտ նույն x բառն է, մեր սիրելի arithmetic mean-ը։ Մենք ունենք population moment, մենք ունենք sample moment, ու մենք հասնում ենք արդեն n պահին, երբ որ մենք օգտագործում ենք method of moment-ի ոնց որ այդ գաղափարը։ Մենք ասում ենք, որ եկեք ստիպենք, ոնց որ հավասարացնենք մեր theoretic population-ի moment-ը, ինչը որ մենք ասում ենք, որ մեր մոդելն է ասում, ու մեր կատարած sample moment-ը իրար։ Հավասարացնենք իրար ու այդ հավասարացրած հավասարումից գտնենք մեր unknown պարամետրը, մեր փնտրվող լյամդան։ Իսկ մինչ այդ, եկեք հավասարացնենք այս ամենը իրար։ Մենք ասում ենք, որ mu 1 մեր theoretic moment-ը հավասար է մեր կատարած sample-ի moment-ին եւ սրանից հետևում է ու այսպես գրենք, այս step-ն է։ Ու հավասարացնենք իրար։ Մենք ունենք, որ մեր կատարած theoretic moment-ը դա լյամդան է։ Գրենք, լյամդան հավասար է m1-ը, որը մեր մոտ x բառն է, մեր sample-ի կատարած moment-ը, 1/n-րդ xi։ Ու ըստ 4-րդ կետի մենք պետք է լուծենք այս հավասարումը գտնելու համար մեր unknown պարամետրը, ինչը մեր մոտ լյամդան է։ Բայց 4-րդ կետը կարա նաև ոնց որ չհասնի, երբ որ մենք միանգամից ունենանք այս պատկերը։ Ինչպես տեսնում ենք, մենք ոնց որ իրականում գտանք այն մեր estimator-ը, MOM estimator-ը, որ մենք փնտրում ենք մեր unknown lambda պարամետրի համար։ Կան դեպքեր, որ մենք 4-րդ կետում էլ կփորձենք գտնել, տեղափոխություն անել, հավասարում լուծել, որ գտնենք մեր unknown պարամետրը, բայց օրինակ սա ինչ որ տենց trivial case-ի համար մենք ունենում ենք այս դեպքը, երբ որ մենք կարիք չկա էլ լուծելու ինչ-որ բան, որտեղ մենք ավտոմատ ինքը լուծվեց, ոնց որ հեսա մեր լյամդա պարամետրը ու իր estimator-ը իր դիմաց հավասարացված դրած է։ Մեր փնտրվող լյամդա estimator-ը ցախ կողմում է առանց աստիճանի, առանց կոնստանտների բազմապատկված, այսինքն ինքը տենց մաքուր մեր փնտրվողն է ցախ կողմում ու աջ կողմում մեր sample-ի հետ կապված բոլոր տերմիններն են, բոլոր թվերն են, բոլոր term-երն են ու ըստ այդմ մենք լուծեցինք unknown պարամետրի համար MOM estimator-ը։ Ուստեղ նաև մենք կարող ենք գրենք MOM
ու այս դառնում է մեր արդեն estimator-ը։ Ինչպես տեսնում ենք Poisson-ի համար մեր MOM estimator-ը դառնում է average x բառը։ Ինչ որ մենք էլի ասում ենք, ինչ ենք մենք շատ սիրում sense x բառը, որովհետև ինքը տենց գնում ես, մեկ էլ հասնում ես իրան։ Բայց միշտ չի որ x բառն է լինելու, որովհետև մենք ունենք երկրորդ կարգի մոմենտներ, մենք ինչը որ շատ կապված է variance-ի բանաձևի հետ, քանի որ երբ որ մենք ունենք երկրորդ կարգի մոմենտ, կոնկրետ population մոմենտի համար մենք ստանում ենք y-ի x2 աշճան, չէ՞։ Իսկ y x2 աշճանը հանդիսանում է variance-ի մեջ օգտագործվող այսինքն variance-ի մեջ մենք sense է, չէ՞ ինքը։ Այսինքն ինքը variance-ը օգտագործում նաև եւ օգտագործում է առաջին կարգի population-ի մոմենտի քառակուսին։ Քանի որ մենք գիտենք, որ variance-ը հավասար է y(x) քառակուսի հանած y(x) բարձրացրած քառակուսի, y(x)-ի ոնց որ երկրորդ մոմենտը օգտագործում է նաև variance-ը, ինչը մենք դեռ կխոսենք հետագա distribution-ների համար MOM estimator գտնելու համար։ Բայց ընդհանուր պատկերը հետեւյալն է. մենք տեսեք ունենք երկու տեսակի մոմենտներ, որոնք որ երկուսն էլ k-րդ կարգ ունեն։ Ունենք population moment, որը մեզ ցույց է տալի, թե մեր մոդելը, այս դեպքում x Poisson-ը, ինչ է ասում on average։ Մենք ունենք, որ մեր Poisson-ը ինչ է ասում on average, դա մեր population moment-ն է, եւ ունենք մեր կատարած sample-ից մոմենտը, որը որ մեր real data-ն է, մեր real դիտարկվող data-ն է, որը մեզ ասում է, թե ինչ է ասում sample moment-ը, k-րդ կարգի։ Ըստ այդմ մենք ասում ենք, որ okay, մենք իրար հավասարացնում ենք, մենք ոնց որ ստիպում ենք, որ իրար հավասար լինեն, ու ըստ այդմ, քանի որ մենք ունենք ստեղ մի հատ լյամդա պարամետր եկածող մեր մայր distribution-ից, ու մենք հավասարացնում ենք իրար, մենք ասում ենք, որ եկեք այն ինչ որ մենք փնտրում ենք, եկեք հավասարացնենք նրան ինչ որ մենք դիտարկում ենք, ու ըստ այդմ գտնենք մեր փնտրվողը։ Այս դեպքում մենք միանգամից ինքը դուրս եկավ ձախ կողմում, բայց կան դեպքեր էլի եմ ասում, որ պետք է կոնստանտով բաժանել, բազմապատկել կամ էլ որ մենք հասնենք այս մեր փնտրվող լյամդա estimator-ին։